Տիկին Ավանեսյան, ձեր ասում են անմիջապես քթի տակ, դու հիվանդանոցի տնօրենը Ավելի գրեհիկ փորձեք ձևակերպել, այդքանը քիչ է։ Ես այդպես եմ ձևակերպում, դուք պատասխանեք ավելի գրեհիկ։ Բայց կարող եք ավելի դոզան մեծացնել։ Ես եմ որոշում ձևակերպում, բայց դա ընդունված է, Տիկին Ավանեսյան, եթե ձեզ քթի տակ պատկերավոր ասածը նեղացնում է, ես կարող եմ ասեմ ձեր անմիջական ենթակայության տակ, ձեր Տեսեք ինչքան լավ եք ձևակերպում։ Չէ, ես լավ կարող եմ ձևակերպել, բայց դա չի նշանակում։ Դա չի մեղում նաև հարցի կարևորությունը։ Ինչպես է ստացվել, որ բեդի տնօրենը հիվանդանոցի ձեր ենթակայության տակ անմիջապես լինելով շուրջ 140 միլիոն դրամ տանուլ է տվել կազինոյում եւ դուք դրանից բացարձակ տեղյակ չեք եղել։ Նախ գումարը այդ գումարը չէ եւ քրեական գործ է հարուցվել եւ հիմա նախաքննություն է ընթանում եւ քրեական գործի նյութերում կպարզվի թե ինչպես է դա հնարավոր եղել։ Բժշկական կենտրոնի ղեկավարությունը փոխվել է, ներկայումս այլ անձ է ղեկավարում, ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվել եւ ըստ էության քրեական գործի շրջանակներում այդ անձը կբնութագրվի ինչ է արել, ինչպես եւ ըստ էության ճանաչել եք տվյալ անձին Տիկին Ավանեսյան։ ինչ անշան տնօրենն է իհարկե։ Աչքերն է խաղամոլության։ Խաղամոլության։ Այո։ Ինչ էր անցնում։ Կոռուպցիայի կանխարգելման նման ընթացակարգ չունենք, բայց իհարկե լավ բան եք ասում, կարելի է նախատեսել, կարծում եմ կարևոր բան կլինի։ Ձեր ենթակայության տակ գործող կոնկրետ քրեակատարական բժշկության կենտրոն մարդիկ մահանում են Տիկին նախարար եւ ըստ էության արտադրության նախարարի ես զորացեցի, ասում է քրեակատարական հիմնարկը ամեն ինչ արել։ Բժշկական կենտրոնը պետք է ժամանակին համապատասխան փաստաթղթերը ներկայացնել, որի արդյունքում ենթադրյալ Ես վստահ չեմ, որ դուք ներկայացնում եք ինչ որ ասել է արտադրության նախարարը, ուրեմն տեսեք, եթե դուք տակ պատասխանեք, ընդհանրապես հիվանդանոցներում էլ մարդիկ մահանում, բժշկական կենտրոնները եւ նաեւ ՕԱԿ-ի խնդիրն է ապահովել նոր ստանդարտներով ժամանակակից բժշկական օգնություն, ինչը մենք արել ենք։ Եթե ուրեմն ուզեք միասին կարող եք գնալ Արմավիր քրեակատարական կենտրոն եւ դուք ձեր աչքով տեսնեք, թե ինչ պայմաններում, ինչ սարքավորումներով եւ ինչ հագեցվածությամբ բժշկական ծառայություն է մատուցվում մեր ազատությունից զրկված անձանց։ Ես շարունակեմ։ Այո, ուրեմն ազատությունից զրկված անձանց առողջության մասին, թե նրանց դեղորայքային ապահովման եւ մասնագիտական նաեւ ապահովման հեռաբժշկությամբ եւ նաեւ քաղաքացիական հիվանդանոցներում չկա մեկ անգամ անձ, որը որ կարիք է ունենում ստանալու Հայաստանում արկա բուժօգնություն եւ նրան ըստ ընթացակարգերի այդ բուժօգնությունը չի տրամադրվում։ Ըստ էության մենք ունենք նաև հաջորդիվ մեր քայլերն են, այն ստանդարտները, ինչ ապահովել ենք Արմավիր քրեակատարական կենտրոնում, ապահովել նաև մյուս ՕԱԿ-ներում, ինչի շուրջ իհարկե աշխատանքները ընթանում են։ Ես կարծում եմ, որ ծառայությունը ընդհանուր առմամբ վերափոխված է եւ այո, ընդհանուր մեր աշխատանքները, թե արտադրության նախարարության եւ թե առողջապահության նախարարության շարունակական եւ հետեւողական լինելու են, որպեսզի մեր բոլոր տեղերում գտնվող անձինք համապատասխան բուժօգնությունը անհրաժեշտության պարագայում։ Տիկին նախարար պլանավորներն ասում են անձամբ ինձ հետ զրույցում հենց 2 օր առաջ Մայիս Եղոյանն ասել։ Նախարարը միայն սրտիկները է շռայլում, բայց իր սրտիկները մեր կյանքը չեն փրկում։ Եվ ըստ էության մեղքի բաժինը գցում են առողջապահության նախարարի վրա, ասում են դիմումները գրում ենք։ Հիմա ներկայիս Մայիս Եղոյանը ասում է ես այնպեսի վատ վիճակում եմ, ցավերից գոռում եմ, բայց տիկին նախարարը Ես ձեզ վստահեցնում եմ, ես բոլոր նամակներին անձամբ ծանոթանում եմ, չկա մեկ անձ, որը ունի օբյեկտիվ բժշկական օգնության կարիք եւ նրան այդ օգնությունը ցույց չի տրվում եւ ես շեշտեմ, որ այդ օգնությունը տրվում է նորագույն սարքավորումներով եւ լավացված, հագեցված անձը անհամատեղելի է եղել կանայք տիկին նախարար։ Արձանել է նիստեր չեն եւ ասեն առողջապահության նախարարությունը, որ ժամանակին գործեր, ժամանակին թղթեր չէ մահանա։ Բժշկական կենտրոններում էլ աշխարհի լավագույն բժշկական կենտրոններում լինում են մահվան դեպքեր։
այդպիսին է մարդու կյանքը։ Երբեմն լինում է, որ մեղքի բաժինը չեք տեսնում։ Ես մեղքի բաժին չեմ տեսնում, որովհետև հենց իմ նախարար լինելու ընթացքում արվել է այնքան աշխատանք, ամբողջական վերափոխվել է այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում ըսկի մկրատ չկար եւ թել չկար եւ անգամ սարքերը, որոնք որ դրված էին, բուտաֆորիկ էին։ Այսօր ես ձեզ հրավիրում եմ միասին գնանք Արմավիր քրեակատարողական կենտրոն եւ դուք կտեսնեք, որ ես որևէ մեծ հաճույք։ Իսկ գնալու եք քննարկմանը, որ բժիշկները դժգոհ են ապահովագրությունից ազգային ժողովի Ես նման քննարկման կարիք չեմ տեսնում, ես ամեն օր բժիշկների հետ քննարկում անցկացնում եմ։ Իսկ ընդդիմության նախաձեռնության ազգային ժողով չի գնալու։ Zoom հանդիպումներ ենք ունենում, ես լինում եմ բոլոր բժշկական կենտրոններում եւ անձամբ էլ բոլոր բժիշկներին, ով որևէ հարց ունի իր հարցադրության հետ կապված հրավիրում եմ։ Տիկին Ավանցյան, ակցիա են արել մարդիկ ազգային ժողովում, դուք այդ մարդկանց չեք ուզում բարձրաբանումներ ներկայացնել։ Ազատ են անել ցանկացած տեղ ակցիա։ Բայց հարցեր ունեն ձեզ։ Ինձ հարց չեն ուղղել, գիտեք։ Անձանցից մեկը հասարակական խորհրդի անդամ է, դրանից ակցիայից մի քանի օր թե մի քանի ժամ հետո եղել է նախարարությունում եւ մեկ հարց չի բարձրացրել։ Տիկին նախարար անդրադառնալով նաեւ մեկ հարց բժշկական կենտրոնի տնօրինի չնայած ասում եք, որ քննություն է ընթանում կպարզվի, բայց այդուհանդերձ խնդրահարույց չէ, որ բժշկական կենտրոնի տնօրինը ինչպես է կարողացել պետական բյուջեի գումարները կանխիկացրել է, ինչպես է կարողացել ինքը այդ ամենը անել, օրինակ հաշվապահի համար ինչ-որ խնդիր չի հանդիսացել կամ եւ եթե չեմ սխալվում, հարգելի տեղի ունեցել իհարկե փետրվարի 18-ին եւ միայն հիմա է լրատվամիջոցներում հայտնի դարձել։ Այդպես բան, երբ որ տեղի է ունեցել, քրեական գործը հարուցվել է, նա աշխատանքից ազատվել է եւ քննություն է գնում։ Դե հիմա լրատվականները երբեն տեղեկացել դա ինչ հարց է։ Ոչ թե ձեզ եմ հարցնում երբեն տեղեկացել, այլ ասում եմ լրատվամիջոցները դրա մասին հանրայնացրեցին տեղեկացվանությունը, բայց ձեզ համար դա խնդրահարույց չէ, որ ԲԿ-ի տնօրենը պետբյուջեի գումարներն է կարողացել։ Իհարկե խնդիր է եւ շատ մեծ խնդիր է եւ այո լրացուցիչ ուրեմն ֆինանսական միջոցների փոխանցումների իրականացման մասով մենք հաջորդի այլ գործիքներ ենք ներդնելու, որ մի քանի հոգիներ, այո, մի քանի հոգի միաժամանակյա պատասխանատվություն կրեն ամեն կոպեկի համար։ Այստեղ քրեական գործ կա հարուցված, սա նշանակում է, որ նորմալ վարքագիծ չի եղել եւ քրեորեն պատժելի արարք է իրականացրել, սա շատ մեծ խնդիր է եւ ես կարծում եմ, որ ինքս էլ հետեւողական եմ լինելու, որպեսզի բժշկական կենտրոնին հասցված վնասը օր առաջ վերադարձվի։ Դուք լրատվամիջոցներից եք տեղեկացել Տիկին Ավանեսյան, թե դուք նախապես գիտեիք այս դեպքի մասին։ Հարգելի գործընկերներ, երբ է ազատվել այդ անձաշրջանը։ Այդ ժամանակ արդեն դուք տեղյակ եք, թե ինչքան ինքը գումարներ է վատնել։ Այսինքն երբ որ տեղեկացել են, քրեական գործը հարուցվել է, անձը ազատվել է եւ ընթանում է նախաքննություն։ Այն որ այսօր եք այդ մասին հարց տալի, նորմալ է, էլի նորմալ է, նոր եք տեղեկացել, նոր եք տալիս։ Ես այսօր չեմ տեղեկացել։ Այդ է հարցը։ Տիկին Ավանեսյան, այդ ապահովագրության շրջանակներում ես գիտեմ, որ սահմանափակում է դրվել, որ ապահովագրված անձիկ կարող են նաև մասնագետին դիմել տարին երկու անգամ։ Ճիշտ է դա։ Այսինքն եթե առաջ այդ պատվերով քաղաքացին կարող էր բազմաթիվ անգամներ, քանի կարիք կար դիմել, հիմա սահմանափակվել է երկու անգամ հնարավորություն։ Հիմա չի սահմանափակվել, այդ պատվերի շրջանակներում էլ մեր ընթացիկ մենք որոշակի ծառայությունների վրա, օրինակ համակարգչային շերտագրման վրա էլի դրել ենք տարեկան սահմանափակումներ, որովհետև ընդհանուր առծում ապահովագրական համակարգը այդպես է գործում։ Պիտի անպայման ունենա որոշակի առավել օգտագործման շրջան։ Ամեն ես շարունակեմ ամեն ուղղությամբ նեղ մասնագիտական խորհրդատվության վրա այո ունենք տարեկան երկու անգամ հնարավորություն, որը փոխհատուցում է ապահովագրության շրջանակներում։ Նույնպես ունենք նաև այլ ծառայությունների վրա, որոնք որ տարեկան որոշակի քանակով կարող են իրականացվել։ Սա նորմալ եւ ճիշտ ընթացակարգ է, եթե մեր ապահովագրական փաթեթի արժեքը հետագայում վերանայի կամ ընդհանուր առմամբ փոփոխություններ լինեն եւ մենք կարիք գնահատենք սրա, գուցե հետագայում լինեն վերանայումներ։